անկասկած ուժծառայությունը տեղում չի դոփում, առաջին հերթին կազմակերպչական առումով մենք բավականին կադրային փոփոխություններ են կատարել, երկրորդը կառավարման ոլորտում առաջընթաց ապահովելու համար նաև համապատասխան պլանավորման գործընթացով ենք մենք փորձում ծառայությունը զարգացնել, մենք բավականին բարելավել ենք ուրեմն հոսպիտալային գործունեությունը զինծառայողների եւ նաև լուրջ ուշադրություն ենք դարձնում զորամասային ուղղակի բուժծառայության ամրապնդման։ Անկասկած նաև մեր ուշադրության կենտրոնում է եղել ապահովման խնդիրները, հատկապես տեղորայքով ապահովման խնդիրները, հաշվի առնելով այն դեպքերը, որոնք որ եղել են անցած տարվա ընթացքում երկու դեպք եւ այս տարվա սկզբին, մանավանդ ձմեռային ժամանակահատվածում, մենք այսօր լուրջ միջոցառումներ ենք իրականացնում, հենց այսօր ժամը 16:00-ին առողջապահության նախարարի հետ համատեղ խորհրդակցություն ենք անցկացնելու մեր պետության առաջատար բժշկական մասնագետների հետ, առաջին հերթին հասկանալու, թե այն հիվանդությունները, որոնց պատճառով մենք ունեցել ենք կորուստներ, ինչ բնույթի են, որովհետև մեր առաջատար մասնագետների, նաև հանրապետության ասելով, դրանք կայծակնային բնույթ են կրում եւ նույնիսկ շատ բարձր մակարդակի բժիշկ մասնագետներ չէին կարող այդ հիվանդությունների դեմը առնել։ Մենք կփորձենք հասկանալ եւ նաեւ կփորձենք միասնական օրգան ստեղծել Պաշտպանության նախարարության եւ առողջապահության նախարարության հետ մեկտեղ մշտապես գործող, որպեսզի ապահովի ռազմաբժշկական ծառայության ինտեգրված լինելը մեր առողջապահական համակարգին եւ նաեւ համապատասխան առաջարկություններ կան հետագա զարգացումն ապահովելու համար։ Անկասկած կան թերություններ։ Իհարկե, եթե լինում են հիվանդության պատճառով մարդկային կորուստներ, պատասխանատուն ռազմաբժշկական ծառայությունն է, բայց ի տարբերություն այլ ոլորտներում, եթե մենք կարող ենք շատ այսպես մասեր պես փոխարինել այլ պահեստամասերով եւ վերականգնել, մարդկային գործոնի դեպքում անհնարին է դառնում, բայց բոլոր ուղղություններով մենք համապատասխան աշխատանք տանում են եւ մարդիկ իրենց աշխատանքի արդյունքում, իրենց բաց թողումների արդյունքում իրենց համապատասխան ուժը ստանում